ընտրովի չլինի։ Ինչ վերաբերում է ծիծեռնակաբերդին, ես արդեն շատ մանրամասն ներկայացրեցի ուրեմն ընթացքը եւ պետք է ասեմ, որ հեղինակի հետ էլ ամեն շաբաթյա ինքս շփման մեջ եմ եւ ցանկացած հարց մենք քննարկում ենք։ Դա շատ կարեւոր հուշահամալիր է եւ յուրաքանչյուր նույնիսկ մանր դետալը պետք է հասկացված լինի։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Թումանյանի թանգարանի հետ կապված ունենք այն, ինչ ունենք։ Մասնաշենքերից մեկը նախագծվել էր որպես վերակառուցում, այնուհետև շենքի վիճակի գնահատման պարզ էր դարձել, որ դա չպետք է վերակառուցվի, այլ պետք է նորը կառուցվի, սա էլ առաջ էր բերել ամբողջ շղթան, որ պետք է նոր նախագծում, պարզ փորձաքննություն, համալիր փորձաքննություն, շմագ գործընթաց, որից հետո կարող ենք անել նոր մրցույթ։ Մենք օրենսդրությամբ սահմանված կարգով գնում ենք այս ճանապարհով, համալիր փորձաքննությունը մոտ օրերս կարծում եմ կստանանք եւ արդեն մրցույթի կդնենք այս ուրեմն կառուցման գործընթացը։ Այնուամենայնիվ արձագանքեմ Տիկին Անդրեասյան, ես ճիշտ հասկացա, որ Հայաստանում ընդհանրապես ուրեմն ուսուցիչների կամավոր ատեստացիա անցած, այս պահին անցած ուրեմն ուսուցիչները կազմում են ամբողջ ուսուցչական թվաքանակի 20%-ը, հա, մոտավորապես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Շատ լավ, փաստորեն եւ մեկ անգամ էլ հաստատենք, Հանրապետությունում մոտավորապես 1240 ուսումնական հաստատություն կա հանրակրթական, չէ՞։ Ինչքան 1353։ Շատ լավ։ Մենք կոնկրետ կարող ենք հանրապետության մասշտաբով ասել, թե քանի դպրոցում չունենք այս պահին կամ տնօրենի հաստիքը թափուր է։ Այս 349-ի մասին էր խոսքը, եթե ամբողջ հանրապետությամբ։ Այո։ 349։ Շատ լավ, որը կարծում եմ իսկապես սրանք լուրջ ցուցանիշներ են, երկուսի պարագայում էլ լուրջ եւ իմ խորը համոզումով լուրջ եւ բացասական ցուցանիշներ են։ 300 ես համամիտ եմ, որ ավելի լավ ընտրությունը կատարվի որակյալ եւ հետագայում կրթական գործընթացի վրա որակյալ ազդեցություն ունենալու այդ կոնտեքստում համաձայն եմ դրա հետ, բայց նաեւ մյուս կողմից չի կարելի չգնահատել, թե որքան ռիսկային է, երբ որ դպրոցներում ժամանակավոր պաշտոնակատարների վիճակը եւ այլն, թե ինչ կարեւոր է դպրոցի տնօրեն ունենալը։ Սա լուրջ ցուցիչ է եւ ես կարծում եմ նաեւ խոսում է նաեւ կազմակերպման, այսինքն խնդիրներ կան, որոնք բավարար կամ պատշաճ ուշադրության կամ գնահատման չեն արժանացել, որ այս պահին ընդ որում սա տարիներ շարունակ մենք արձանագրում ենք այս թափուրությունը, բայց ես ուզում եմ խոսել այնուամենայնիվ հուշարձանների վերականգնման օրոքման խնդրի առնչությամբ, բնականաբար հուշարձանները իրենց նշանակությամբ թե հանրային ներողություն, տեղական նշանակության են հանրապետական եւ այլն, ինչը օրենքով կարգավորված է։ Եվ եթե դուք ունեք որոշակի այսպես վերաբերմունք, որը ես եմ հասկանում, հանրապետությունում տեղակայված տարբեր հուշարձանների պահպանության կամ պաշտպանության առնչությամբ եւ հանրային վերաբերմունքի ոչ միշտ նույն մակարդակի առնչությամբ, դա եւս պետության խնդիրն է, բավարար կրթական մշակութային քաղաքականություն իրականացնելու, հանրային իրազեկվածության եւ այլն, բայց Թումանյանի եւ Ցեղասպանության հուշահամալիրի թանգարաններ այդ երկուսի նորոգման ողջ ընթացքը մեկ բանի մասին է խոսում, ոչ որակյալ կազմակերպվածության մասին։ Եվ նաև ես ուզում եմ բարձրաձայնել, որ այնուամենայնիվ այդ ոչ որակյալ կազմակերպվածությունը, ոչ որակյալ ընթացակարգերը, ոչ պատշաճ ընթացակարգերի պատճառով նաև հանրային բյուջեին է վնաս հասցվել, որովհետև դուք կամ պետությունը գնում է նաև սխալների ուղղման ճանապարհով։ Այսինքն 750 միլիոնի գնահատված աշխատանքների գոնե մի ծավալ, նույնիսկ եթե ոչ շատ մեծ, բայց մի ծավալ արդեն տեղի է ունեցել եւ այդ նախագծերը ստեցան խոտան են եղել։ Դրանք եւս ոչ արդյունավետ մսխված պետական միջոցներ են։ Եվ այս հարցը ես բարձրացնում եմ նաեւ այն նպատակադրումով, որ պիտի վերանայել մշակութային, ուրեմն արժեք ունեցող հանրապետական նշանակության եւ ոչ միայն հանրապետական նշանակության հուշարձանների վերականգնման ընթացակարգերը, որովհետեւ այստեղ ոչ միայն նախագծման, նախապատրաստման այդ աշխատանքների թերությունների մասին ենք
թերություններն եք արձանագրում, նաև ճիշտ դուք ասում են ամեն շաբաթ գնում եք ցեղասպանության հուշահամալիր ստուգում եք, դուք էլ խոստովանեցիք, որ ձեր ստուգումները կարող են վարչարարի լինել եւ ոչ պրոֆեսիոնալի, եկեք համաձայնենք, բայց նաև սա խոսում է այն մասին, որ միգուցե մշակութային ժառանգության վերականգնման ուղղությամբ հավելյալ լիցենզիաների, հավելյալ տեսչական մարմինների անհրաժեշտություն ունենք, որպեսզի ինչ որ մի աշխատանքի փուլ անելուց հետո, որը ես գնահատեցի որպես վանդալիզմ, այն ինչ որ կատարվեց ցեղասպանության հուշահամալիրում, հետո չգնանք սխալների դաժան ուղղման ճանապարհով։ Եվ ես լուրն եմ, շատ եմ շահախնդիր եւ նախանձախնդիր ես առումով, սխալների ուղղման պարագայում մեր յուրաքանչյուր այդ քարը բազալտը մոտ $1000 համարժեք ինքնարժեք ունենալու։ Սրանք խնդիրներ են, որոնք նախապես պրոֆեսիոնալ բավարար, ուրեմն հաշվարկներ չեն եղել դրանց տակ եւ նաեւ նույնիսկ այդ հուշարձանի կազմակերպումը կներեք, բայց նույնիսկ մարդ իր անձնական ոնց ասեմ, անձնական ախորի նորոգման պարագայում այդ անորակ, այդ խառաշո են ասում, դրանց ինչ են ասում, այդպիսի շինարարական ընթացք չէր կազմակերպել։ Խոսքը հենց դրա մասին է։ Եվ այստեղ բացարձակապես մանիպուլյացիա չկա, մեր բոլորի անհանգստությունը բխում է հանրապետական նշանակության եւ համազգային նշանակության սրբավայրը պատշաճ վերանորոգված տեսնելու մտահոգությամբ։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, դուք քարի մասնագետ եք։ Տիկին Գալստյան, ես օրինակ հիմա ձեզ կարող եմ երկար պատմել Սիսիանի բազալտի եւ Նորհաճնի բազալտի տարբերությունների մասին, որովհետեւ ես հիմա մի փուլում եմ, որ դրանով ի պաշտոնե նաեւ զբաղվում եմ, բայց նույնիսկ այդ պարագայում ես չեմ կարող ինձ թույլ տալ գալ այստեղ նստել եւ ձեզ ասել Սիսիանի քարը այսքան արժի, իսկ Նորհաճնի քարը այսքան արժի, որովհետև այդտեղ բազմաթիվ նրբություններ կան, քարի կտրվածքի, քարի հետ աշխատանքի, քարի մշակման, եւ ես խնդրում եմ, ու երբ որ ես խոսում եմ մանիպուլյացիայի մասին, ես այս սրա մասին եմ խոսում, ասենք այդ $1000 ինչի եք հնչեցնում, չէ՞ որ ես հիմա ձեզ կարող եմ բերել եւ ցույց տալ բազմաթիվ թղթեր, որ դուք կտեսնեք, որ այդ $1000 իրականության հետ կապ չունի։ Ինչու եք դուք այդ դաշտ մտնում, Տիկին Գալստյան, մենք միասին խոսում ենք հուշարձանների վերականգնման կարևորության մասին, դուք ասում եք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետք է պատշաճ վերականգնվի, հիմնանորոգվի, եւ մենք բոլորս ասում ենք, այո, դա այդպես պիտի լինի, եւ պետք է բացառել որևէ խնդիր, այո, պետք է բացառել որևէ խնդիր։ Մնացած խոսակցությունները ինչի մասին են ու ինչու համար են։ Տիկին Անդրեսյան, ներողություն, դուք երևի Մարդիկ են պատգամներ նստած, ես թողեցի 7 Ոչ, ես վիրավորական երանգներ կար այդ պատասխանի մեջ, ես ուզում եմ դες հիշեցնել, որ սա ձեր աշխատասենյակը չի, ազգային ժողովն է եւ դուք հաշվետու եք ազգային ժողովին։ Ես բացարձակապես քարի կամ գունավոր մետաղների մասնագետ չպիտի լինեմ, որպեսզի հնչեցնեմ այսօր այդ մասնագիտական դաշտի տեսակետը եւ մոտեցումները։ Եվ իմ որևէ նախադասության մեջ չճշտված փաստեր չկան։ Բացարձակապես ես հնչեցնում եմ մասնագիտական շրջանակների մասնագիտական տեսակետը եւ դուք պարտավոր եք ազգային ժողովում հաշվետու լինել եւ պատասխանել падգամավորի հարցերին պատշաճ բարեկրթությամբ։ Այդ որ ասում եք ախորից չի տարբերվում։ Ցուցակ էիք բերել այդ տղուն, համարը չունեք, մի հատ զանգյասը չես ամանչում, Հայաստան դաշինքն ես ներկայացնում, ես ինչ ախորի բան ես բերել, ըստ կապել։ Այդ ձեր պատկերն է, ձեր ֆրակցիայի պատկերն է, այդ այնց ախորով էլ կառուցվել եք, եկել եք, հիմա այնց ուզում եք բան ունեք։ Ձեր խմբակցության ներկայացուցիչն է, համարը չունեք, կարող եմ փոխանցել, զանգեք ասեք, ես ինչ ես անում։ Դա չի դա քրկրումնրա մաս։ Ինչ Տիկին Անդրեասյանն ու ես եմ, թե դուք եք կառուցողը։ Կառուցողը ձեր ֆրակցիայից է։ Հերթական մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքը։ Ով ուզում է լինի շինարարը, պատասխանատվություն պիտի ենթարկվի։ Ինչ կարևոր է, թե նայում ցուցակից է եղել։ Ես խոսում, ենթարկեք, ճիշտ մասնագետի ընտրեիք եւ ճիշտ շինարարի ընտրեիք, ճիշտ նախագիծ ունենայիք։ Այ քեզ բան, այդքան դժվար է լսել ճշմարտությունը։
Բան չեք տանում ուրիշ դաշտ։ Ինչու եք տանում ուրիշ դաշտ։ Ես դեռ հստակ ասում եմ, անորակ վանդալիզմա ենթարկվել ցեղասպանության հուշահամալիրի նկատմամբ։ Փոխանակ ասեք գնում ենք սխալների ուղղման ճանապարհով, սա նա ցուցակը, չգիտեմ ինչ։ Տեսանք չէ՞ որ չեք կարելի անորակ հնդիկների կուվալդով տալ ջարդել այդ հուշարձանը։ Այ քեզ բան։ Ես խնդրեմ ազգային հատկապես ձևակերպումներ չտալ, որտեվ տենց կարող է այլտեղ հասնենք, էլի։ Իսկ որպես լուծում, արդեն հասկացանք, որ դուք քարերի եւ շինարարության մասնագետ եք։ Տիկին Անդրեասյան, խնդրում եմ հաջորդ մույթերը կառուցելու կամ մրցույթը դնելու ժամանակ Տիկին Գալստյանին նույնպես հրավիրեք, թող գա մասնագիտական կարծիքը։ Իդեպ ասեմ իմանաք, որ Տիկին Գալստյանը քաղաքաշինական խորհրդի անդամ եղել 12 թվականին։ Լուծում առաջարկեք, ասեք ես շատ լավ հասկանում եմ այդ բետոնից, մարկեքից, բանից, թող տես կանչի նախարարությունը։ Այստեղ քննարկում։ Տիկին Գալստյան, եկել ասում եք վանդալիզմ, ես էլ ասում շատ լավ, վանդալիզմը ձեր ցուցակից է անողը, զանգեք ասեք, եղբայր չես ամաչում, ինչ ես վանդալիզմ անում։ Ոնց չի հետաքրում, բա ում է հետաքրում։ Դե այդ եմ ասում, մասնագետ արդեն իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, իդեմս ձեզ մյուս մույթերի ժամանակ սիրով ձեզ կհրավիրենք։ Քննարկում ենք հուշարձանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք։ Սիրով ձեզ կհրավիրենք, կգաք։ Մի տարիք շանտաժի դաշտ, ես խոսում եմ հուշարձանի նորոգումից, դուք ցուցակեք։ Դրանք տարբեր բաներ են։ Արդեն հուշարձանի նորոգումից եմ խոսում, ասում եմ հաջորդ մույթերի ժամանակ իմացանք, որ տաղանդավոր մասնագետ ունենք, կգնաք ձեր կարծիքը կասեք։ Էհն, միակ անգամ էլ ձեր առաջարկը փոխանցում Տիկին Անդրեասյան, լավ մասնագետ ունենք, ասում եմ, հրավիրեք թող գա, մեկ ավել կարծիքը կարծում եմ ված չի։ Ես ընդհանուր էի ասում, ասում եք վանդալիզմ, ասում հա, օքեյ։ Բերեցի օրինակ, ձեր տունը չեք վերանորոգել, չի եղել, որ մտել եք, տեսել եք ինչ-որ մի բան այն չի։ Այսինքն որ միջև այդ վանդալիզմ քանդվում, այդ ամբողջը որ այդպես մնար փլատակները վերածվելու, այդ սրբավայրի ժամանակ չէիք լացելու, չէիք հուզվելու։ Կամ ընկերություն բացեք, եթե այդքան լավ մասնագետ եք, հաստատ ձեր պատգամավորի աշխատավարձից շատ կստանաք, էլի գնացեք։ Ու այնքան պատմամշակութային տենց սրբավայրեր է հիմա նախարարությունը կառուցում, որ հաստատ անգործ չեք մնա, էլի։ Բարեգործ եք ասում, բարեգործը կարծում եմ Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքացին, ամենամեծ բարեգործը, լսեք Տիկին Գալստյան։ Մենք քննարկում ենք օրակարգային հարց, դուք չափը անցնում եք։ Իմ տան հետ գործ չունեք, իմ մասնագիտական որակների հետ գործ չունեք, իմ մանդատի հետ գործ չունեք եւ իմ ապագա քաղաքական ճակատագրին էլ թող ձեզ չանհանգստացնի։ Մտածեք ձեր սեփական քաղաքական թիմի թե թողած արյունոտ հետագծի եւ թե ապագայի մասին։ Այ քեզ բան։ Հիմնակ չեք մասնագիտական քննարկում։ Շարունակեք հետո։ Դուք խոսում եք ինչ որ վե արժեքներից, տենց հա նստել եք, բայց դուք չեք հարգում նույնիսկ ձեր գործընկերներին, հա։ Ես նույնիսկ ամաչում եմ ձեզ հիմա նկատողություն անել։ Խոսում եք տարական էթիկա, տարական էթիկա է, որ ձեր ժամանակից տված 10 անգամ ավել խախտել եք, մի հատ է տենց հետեք բան եք անում, էլի։ Դե հիմա խնդրում եմ լռեք եւ նստեք եւ ժամանակ տվեք ձեր գործընկերներին։ Տարական